շարունակում են բողոքի ձայն բարձրացնել իրենց պահման պայմանների վերաբերյալ, թեև դուք պարբերաբար անդրադառնում եք այդ թեմային, նաև մարդու իրավունքների պաշտպանի տարեկան, զեկուցում է դրան անդրադարձ եղել, բայց այս հարցի առնչությամբ ինչ դինամիկա կա, ինչ քննարկումներ են եղել։ Շնորհակալ եմ շատ այս հարցի համար, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես ազատությունից զրկված անձանց եւ մի շարք այլ խմբերի իրավունքների պաշտպանությունը պետք է բոլորի ուշադրության կենտրոնում լինի։ Մի շարք դեպքերում մենք գործ ենք ունենում մի փոքր այլ իրավիճակների հետ։ Պայմանների հետ կապված ես պարբերաբար եմ խնդրին անդրադառնում, ընդ որում ազատությունից զրկված անձանց պայմանները ոչ միայն քրեակատարողական հիմնարկներում, այլ մի շարք նաև այլ հաստատություններում, ընդ որում այսօր առավոտյան, եթե չեմ սխալվում, պիտի որ արդեն հրապարակած լինենք կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները դատարանների խցերի հետ կապված, որտեղ պահվում են անազատության մեջ գտնվող անձինք։ Նշեմ, որ ժամանակի կտրվածքով այս առումով իհարկե մեր հանրապետությունում, եթե շենքային պայմանների առումով հիմա խոսենք, որոշակի զարգացումներ տեղի ունեցել են, ավելին ասեմ, վերջին տարիներին օրինակ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, մի շարք այլ քրեակատարողական հիմնարկներում եւս վերանորոգման լայնածավալ աշխատանքներ իրականացվել են, բայց բնականաբար դա չի կարող լինել, այսպես ասած, միակ համակարգային միջոցը խնդիրները լուծելու, նախ շենքային պայմանների հետ կապված հարցերը պիտի լուծվեն, օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքը իմ խորին համոզմամբ ամբողջությամբ փոփոխության է ենթակա, որովհետև ես չեմ կարծում, որ նույնիսկ այդտեղ վերանորոգման աշխատանքները կարող են որևէ արդյունք տալ։ Հետևաբար շենքային պայմանների առումով իրավիճակը այսպիսին է։ Մնացյալ, եթե շատ ավելի նեղ հարցեր են ձեզ հետաքրքրում, կարող եմ դրանց եւս անդրադառնալ։ Իսկ այդ որ ասեցիք անհրաժեշտություն կա նոր գաղութ կառուցելու, դրա մասով օրինակ ինչ-որ քննարկումներ արդեն իրականացվում են։ Այո, նաև ուրախ եմ այն տեսանկյունից, որ այն բոլոր հարցերը, որ բարձրաձայնում եմ, այդ թվում ես քրեակատարողական հիմնարկների հետ կապված, կարծես թե իրենց արձագանքը ստանում են պետական մարմինների կողմից եւ օրինակ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հետ կապված հարցը հատուկ քննարկման առարկա դարձվել է։ Կարող եք իհարկե շատ ավելի մանրամասն տեղեկատվություն արդարադատության նախարարությունից ստանալ, բայց միանշանակ հարցը քննարկվել է։ Պարզապես այս փուլում արդեն կարևորում եմ ոչ միայն հարցի քննարկումը, այլ նաև հարցի հետ կապված վերջնական ոչ թե որոշման կայացումը, այլ փաստացի գործողությունների իրականացումը։